ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ, կմեռնեմ այստեղ, իմ դա լրիվ այստեղ։ Չեմ գնա ոչ մի տեղ, էլի արդեն ստի հարմարված այստեղ ապրում ենք միսմար։ Գնացել եմ Ռուսաստան եմ գնացել չկարացի մնամ։ Կմաղթեմ թող վերադառնան, մի կյանքը լավ է, թող գան ամենքն իրանց տանը, տերել էին իրանց կյանքը շարունակեն, այստեղ դրսում ինչ կա, ոչ մի բան։ Գնացել եմ, տղիս մոտ գնամ, մաման, ասեի չէ, ինքն էլ է հմիստի։ Ինքն էլ եկավ։ Հետ են եկել այս։ Հետ է եկել, շուտ է եկել, այս քանի տարի է ստեղ ալը։ Էսա բادرն դեր։ Տիկին Մանուշի համար ստին էստեղն է իր ծննդավայրն է ու հայրական օջախը, որտեղ ամեն քար ու ծաղիկ նախնիների եւ իր ձեռքերի ջերմությունն ունեն։ 8 տարի առաջ քաղաքի հարմարավետությունը գյուղական վազքով փոխարինած կինը հիմա վստահ է, մարդը միայն սեփական հողի վրա կարող է լիարժեք շնչել, իսկ լիարժեք շնչելու գաղտնիքը հենց այս կենթանի առօրյան է։ Էլ հավ ու ջիվ, էլ հանդ ու չոլ, էլ ծառ ու ծաղիկ։ Տիկին Մանուշի ձեռքից ամեն ինչ գալիս է, բայց նրա առանձնահատուկ սերն ու գուրգուրանքը թռչնաբուծությունն է։ Հավերն ու հնդկահավերը նրա օրվա գլխավոր հերոսներն են, որոնց խնամքը ոչ թե օգնություն է, այլ կյանքին ու էությանը նոր ու իրական էներգիա են հաղորդում։ Այս անդյանը ցույց կտամ։ Դե հնդուշկեն անդի թուղսա գալի։ Իստի չկա։ Տակի տածել չեն, չէ, տածել չեն, դրա տակի։ Հատուկ թաքստոսներ ունեք ձվի համար։ Նստած էր։ Հլա ձվերը դուր։ Ես երկար տարիներ ապրել եմ Վանաձորում, բայց կապը անընդհատ գյուղի հետ եղել է, ես գյուղը չեմ թողել։ Մամաս մենակ ա եղել, աղբեր չունեմ, 2 քուր ենք։ Անընդհատ ես ստեղ եմ եղել։ Հետո մամայից հետո չուզեցի տունը թողամ։ Տեղափոխվեցի ստեղ։ Թոշակառում արդեն ինձ հիմա 30 տարի է, 35 կարգ ունեմ էլի։ Եկել եմ ստեղ, խնամում ենք, պահում ենք, զբաղվում եմ, հետո ինձ մա զբաղմունք է էլի։ Մեր առօրյան սենց անց ենք կացնում մեր դրով ու չենք էլ զգում, որ ոնց մտնեց, ոնց լուսացավ։ Ուզմեք, սիրելի լավ չեմ, գնահլա։ Օգնում ենք հետը։ Հիմար, մի վախի, կգա կնստի ինքը էսա։ Այս խիս են չարավ։ Ծվերին վեկալա դրա մահրետ։ Չէ, չեմ ճղայնացնեմ։ Էսա կգա կնստի։ Օգնեմ, որ դուրս գայ, արդեն էլ չի նստում։ Ինչպես ասացինք, Մանուշի ձեռքերը հանգիստ չգիտեն։ Բան է, եթե հանգիստ առան, ուրեմն հիվանդ է կամ կհիվանդանա։ Նա մեկ խստապահանջ տնտեսվար է, մեկ էլ հոգատար մայր, ով սրտացավությամբ հետևում է իր ստեղծած աշխարհի ամեն մի շարժին։ Նրա տնտեսությունում ամեն ինչ հստակ է ու կանոնակարգված, բայց բնությունն իր կանոններն ունի։ Քաղաքային անթերի մաքրությանը սովոր կնոջ համար գյուղական այս հոհուբոհը երբեմն իսկական փորձություն է դառնում։ Սակայն զավեշտալի իրավիճակներն ու առօրյա հոգսերը միանգամից մոռացվում են, երբ գործը հասնում է արդյունքին ու այն մեծ սիրուն, որով նա շրջապատում է իր տնտեսության փոքրիկ բնակիչներին։ Լավն է, չէ՞ մի հատ, ես էլ եմ դրանցի։ Այնքան խելոք հասա, այնքան լավն է հլում։ Ահա, այ բուլի ջան։ Ինքը շատ խելոք կենթանի է շատ։ Դուշկա ունեք։ Ոչինչ է, դե գնա տեղդ։ Մեկ, երկուսը, մեկն է հետի կրիշիմն անստած, 3-5 հատ։ Պրոստը կեղտոտ կենթանքեր են, ինչքան ուզում ես մաքրիքու ջուջեն անում, սաղ փռեմ։ Դուք էլ որ մաքրասեր եք։ Ինչքան ուզում անեմ, չի իրևում։ Նոր տարուն ենքան զանգեր ալում, ենքան ուզող ալում, նոր տարուն։ Դե տեղական նամանավանդ ասում ես սև հնդուշկեքի միսը շատ համով ադե։ Սա եկամ ուտա, հեմի սեզոնն եկավ մեծացան, աշունը մորթած են վաճարամ, ամեն ձևով ֆինանսա, մեսմա ֆինանսա, զունձույա, միսը, ամեն ինչը, եթե աշխատող մարդ, ստեղծող մարդ, գյուղում ոչ մի անգամ նա երեխեն չի սովի, բաղջեն դուսա գալի խոտա պիպերթա, բանջարա, ամեն ինչ կա, տուն բեղմեսել ամեն օրվա, էլի ուտելիք, էլի,
լիքն այ որ հեչ բաչի գալիս են ձուն կա ու կա։ Բայց Մանուշի համար այս վազքը մենակ ապրուստի ու ձուն միսը միս լինելու մասին չէ։ Այն ինչ չտեսան քաղաքի հիվանդանոցներն ու դեղատները տեսան ու բուժեցին այս խենթ ձորերն ու ձորակները։ Թեպետ հիվանդության կարգն ու ցավերը հաճախ են դուռը թակում, բայց Մանուշը իր բոլոր ցավերի դեղն ու դարմանը բնության մեջ է գտել։ Հենց այստեղ հայրական տանն ու հողի վրա նա 8 տարի առաջ կարծես նորից ծնվեց։ Ու հիմա ամեն մի ծաղկի բացվելու հետ, ամեն մի գետի խշշոցից ու ծտի ծլվլոցից նա իր առողջությունն է քամում, խլելով կյանքի իր բաժին խաղաղությունը։ Այս սեզոնը, հենց այս ծաղիկների սեզոնը իմ ամենասիրած բանն է, որ ծառերը ծաղկում են մամաս ասում էր արի գյուղը քու սիրած ամիսն է։ Ըստ ես շատ լավ եմ զգում, ինչ շատ։ Այն որ դուս եմ գալի մի ծաղիկի խորտ եմ բոկում, մի ծաղիկի կողքին ինձ շատ լավ է, ես շատ լավ եմ զգում, ինձ ու շատ եմ սիրում ծաղիկներ։ Ամեն ինչ մարդ կա այդ գետի խշշոցի, բայց իմ ուշքը գնում է։ Գիշերն այնքան հանգիստ եմ ելում, առավոտվա այս ծտերի ծլվլոցը շատ եմ սիրում, ես շատ, գյուղը շատ եմ սիրում։ Քաղաք չի սիրում, որ գնում էի սենյակին, ոնց որ ինձ ասեն դուրս այստեղ, չեմ սիրում քաղաքը։ Այնտեղ տուն ունեմ, բայց այնտեղ որ գնում եմ քաղաք, մեր տուն չեմ գնում, Հայաթից հետ եմ։ Տիկին Մանուշի տնտեսությունը նման է մի փոքրիկ աղմկոտ թագավորության, որտեղ ամեն անկյունում մի նոր կյանք է ծնվում։ Այստեղ հավն ու հնդկահավը միայն սկիզբն են, Մանուշի արարող ձեռքերը հանգիստ չունեն, իսկ աչքը միշտ նորն ու ավելի շահավետը ստեղծելու վրա է։ Ու քանի որ այս շեն տնտեսությունում ամեն ինչ պիտի իր տեղն ու դերը ունենա, հերթը հասնում է բակի ամենաաշխուժ ու անկուշտ բնակիչներին։ Թեպետ սրանք տիրուհուն շատ են չարչարում, այս կողմ են կողմ գցում, բայց Մանուշը գիտի գյուղում ոչ մի ջանք իզուր չի անցնում, եթե գործին խելքով ու հաշվարկով ես մոտենում։ Հետո հյուրեր են գալի։ Դելիկատես։ Ասма շաքարի մասը շատ լավ է, էլի ոնց որ մարդիկ կան ուզում են, էլի։ Այս մի հատ չալա։ Անկշտում ռավոդ է տրիգուլը թող իրանք ուտեն։ Չէ, վատ բիզնես չգիտես, ոնց պետք է սա շատ ունենաս, թեկուզ խանութները մեծ են ուզում այդ մսավաճառին բանը, պետք է շատ ունենաս, դե մի հատ երկու հատով ես էլ երեխեք սիրում էին, երկու հատ վեկալա ու սեն շատացավ ու այդ բան չարի։ Հիմա չեմ կարում խոտա բանա չեմ ուզում։ Անընդհատ զբաղվածություն է, էլի, բաժանակ ձմեռը պետք է խոտը ունենաս, սահագին, որ սաղ ձմեռն իրանց խոտած դրա տեղը կարաս ուրիշ ապրանք պահես, էլի, մենք չի որ հեշտ է, սրանք չեն կշտանը, ոչ գլխի չես ինչի։ Ձյունն է սրանն է, ստամոքսները պրյամոյ անդի ուտում են անդի։ Այս անկուշների հոգսը մի կողմ, Մանուշը գիտի գյուղացու իրական շտեմարանը ցանկապատից այն կողմ է, այն դիմացի ձորերում ու սարերում, որտեղ ամեն մի թուփն ու խոտը ոսկու արժեք ունեն։ Հա, ճիշտ է, առողջությունը էլ առաջվա պես թույլ չի տալիս հանդերը ոտքի տակ տալ, բայց անտառի հետ կապը խզել չի լինի։ Այստեղ գիտեն բնությունը երբեք ձեռնունայն չի թողնի նրան, ով սիրում ու ճանաչում է իր հողի ամեն մի թաքնված բարիքը։ Մեր անտառն լիքը փողա, ով դուս գա դատարկ չի գա։ Միջև մի գնացել եմ, հիմի չեմ կարում շունչս կտրվեմ, շնչառությունս չի բավարարում։ Ինչ կա ձեր անտառներում։ Մոշ, մալինա, հիմի մեր պապիկը գնացել է ամուսին, սինդրիկ։ Ինչ կգտնի կբերի։ Ինչ կա։ Մինը կտապակենք, մինը կխաշենք, մինը ամեն ինչ կա որ դուս։ Հենց սեզոնը կգա մալինայա, մոշա, սունկնալը, ամեն ինչ է լմաշ ջան, ամեն ինչ։ Եթե գնան էս ամամուխ, ահմի փառք ասու, այնց հա որ էս բժշկությունը բանա, հավաքում են ամեն ինչ լոր ու ծաղիկից է, այդ մամուխից է, ամեն ինչից է այդ հավաքում են, մեքենանին գալիս են գյուղում ֆռռամ, հավաքում տանը։ Հնարավորություն ունես հավաքի դուր։ Չէ, ամեն ինչ լավ է գյուղերում, վստահ է զրուցակիցս, միայն թե մարդը պետք է ցանկություն ունենա ապրելու, ստեղծելու։ Ինքն ու ամուսինը գոհ են իրենց ստեղծածով տեր են իրենց օջախին, երեխեքն էլ շեն ու շնորհքով, բայց այս ամենի մեջ Մանուշի սիրտը մի բանի համար է մռմռում։ Իր հիշողության մեջ գյուղում մարդկանց պարզությունը համ ու հոտով հարևանությունն ուրիշ էին։ Այնտեղ ոչ նախանց կար, ոչ էլ սրտի չարություն։ Նրա համար առաջվա մարդկանց այն անխառն մաքրությունն ու հին աշխարհի ջերմությունը մնում են ամենաթանկ ու անփոխարինելի հիշողությունը։ Չեմ համեմատի երբեք։ Անդով մեծ էր, որ նստում են մեր ստատիկներից խոսում են, որ մի չկան, յուրահատուկ մարդիկ են եղել։ Իրար հետ կապված, իրար հետ, բայց մի չէ, տենց բան չկա։ Եթե կողքինը տենումա, որ դու ապրում ես, չի ուզում, որ դու ապրում։ Անդով մեծերի հոգին մաքուր էր։ Անդով մաքրությունը մի ուրիշ էր։ Անդով լավն էր, ժողովուրդը լավն է։ Ոնտող չէին, ապրում չէին, սարեին գնամ, հանդեին գնամ, էլի նույն պայմաններում, հիմա ավելի հեշտացել ապրել, անդով հեշտ չէր ապրելը։
Անտով միջև սար չգնային, միջև դաշ չգնային, միջև հիմի հեշտացել ապրիլը, պրոստը Մարդիկ են։ չարացել են, շատ չարացել են, ինչքան շատ են ունենում, այնքան շատ են չարանում։ Ոչ մի պակասություն էլ չկա, Ազիզ ջան, ոչ մի աղքատություն էլ չկա, աղքատա իր ախելքի աղքատն է, պակասը։ Հիմա ես ասում եմ 30 տարեկանից թոշակառու եմ, բայց ես ամբողջ կյանքım աշխատել եմ, որ ոչ մեկի դուրը ոչ գնամ, ոչ մեկից ոչ իմ երեխեքին պահել եմ, մեծացրել եմ, հիմա փառկասու ամենքն իր ընտանիքն ունի, ամենքն իր երեխեքն ունեն, իմ պակասը։ Այսինքն պետք է աշխատես, Եթե չաշխատես, նստես, հայլ ով տիբեի քեզ տար քուրեխին խնամիլ, ոչ մեկն էլա։ Դու պետք է ստեղծես, չէ՞ որ գոյատևես։ Հա, մի օր կտան, երկու, ու ամեն օր կարող չնաբեի քուրեխին խնամի քեզ հաց։ Չէ։ Էլի բաներ կան, որ Մանուշի սրտի ու մտքի բանը չեն։ Այն ինչ այսօր տեսնում է ջահել ջիվանների մեջ հին ու նոր աշխարհների իրական բախումն է։ Ով էր տեսել, որ ջահելությունը թասիբն ու նամուսը մի կողմ դնի, կամ էլ այն սիրուն ամոթխածությունը, որ գյուղի աղջկա ու տղու լավագույն զարդներ, տեղը զիջի անպարկեշտ խառնաշփոթին։ Տո հիմա ոչ քաշվում են, ոչ ամաչում, մեկ-մեկ քաղաք է գնում, տղաներ են հավաքված, այնպիսի բառապաշարով են խոսում միմյանց հետ, ապշում է, ոչ ասում են անցնողը մեծ է, ոչ ասում են կին է։ Հիմա ամեն ինչն է թատերական, հղիությունն էլ, ամեն ինչը, նայ մեզ ընդով տենց բան չկար, թակում պահում էին սաղ ամեն ինչը, միջև ես իմ չերերևն չէին բանա, բայց մի քիչ բան ալեմ տանը մենե փուչիկ տրաղը գույն էր բաց տողում, որ ինչ այն, բայց ընդով ամոթ կար, էլի ընդով նամուս կար, շնորհ կար, թասի, հիմա մեկը բան ալեմ, սաղ աշխարհն արդեն գիտի, որ ես ինչ մարդի հարցնա կամ ես ինչ մարդի բանը, այդ բանը կա։ Ուզենք բաժանվենք, ուզենք միանան, հիմա թորս Ամերիկա է։ Աղջկաս աղջկը 17 տարեկան է, ֆլեքսով շահելա գնացել է։ Մեկ-մեկ որ խոսում ենք, ասում է, ես ձեզանից շատ շնորհ, եթե ձեր խստությունը չլեր, ես ստեղ չէի լի։ Եթե մի քիչ ծնողը խստություն ունի, երեխեն էլ լավը կլի, խստություն չկա մի։ Ով ոնց ուզում է, ինչ ուզում է անում։ Եթե բան ուզեց, պետք է առնեն, բայց մենք տենց չէինք։ Մենք չունեինք, ասում ենք չկա Ազիզ ջան, բայց մի չկան չեն հասկանում։ Ունես, չունես, պետք է ստեղծես։ Ու հետո մի տեսուհուսա նա ունի, պետք է ես էլ ունենամ անպայման։ Հնի ու նորի այս ճամփաբաժնին հիշողությունները Մանուշին տարան մի հեռու ու լուռ աշուն, երբ իր հարսանիքի զուռնադհոլը սարերով չթնդաց ու տաշի-տուշին էլ հարևանների աչքից հեռու մնաց։ Անհեր օջախի աղջիկ էր, մայրը երկու որբերին մեծացրել էր միայնակ մոր խստությամբ ու ձեռքի չարչարանքով։ Ու հենց մոր խոսքն ու որոշումն էլ եղավ վերջնական, ասաց պիտի հարևանի տղուն ուզես, որովհետև տեսու ճանաչ է, գիտենք ինչ օջախից է։ Մի խոսքով տիկին Մանուշի ճակատագիրն էլ հալած յուղի պես հեշտ ու սահուն չի անցել։ Նրա բաժին երջանկությունը լուռ աշխատանքի, համբերության ու տարիների ծանր քարը ամուսնու հետ միասին քաշելու մեջ է եղել։ Ազիզ իմ հարսանիքը մենք նշանվել ենք ինքես արը մահացել է, հարսի շորեն հացել, իրանց տունն էլ էնա։ Էնա, հա։ Հարևանի տնից հարևանի տնից Հա, գնաց։ հարևանի տնից, որ մամաս ստեղ էր, մոդիկ էին։ Կյանքա ոնց է դա, ոնց ուզում են, հենց է դասավորում են։ Մենք երկու քուր ենք ելել, իմ մաման այնքան խիստ այլել, համ մամա եղել, համ պապա եղել։ Յուրահատուկ մեծատառով կին ա եղել։ 6 ամսական ես եմ եղել, 2 տարեկան քուրս այլել, որ իմ պապան 2.5 պապաս մահացել է։ Իրա սարքած տունն է, իրա դրածն է, լրիվ իրա արածն է։ Խեղտած ապա է, խեղտած։ Շատ խիստ ա եղել, շատ։ Բայց շատ լավն ա եղել իմ մաման։ Խիստ ծնողը միշտ էլ լավն է։ Հյուրեր են գալիս։ Այն խիստ ու թասիբով մեծացած աղջնակը հիմա արդեն իմաստուն տնտեսվար է, ով ոչ միայն իր տան ու հողի տերն է, այլ իր խոսքի։ Ու որքան էլ Մանուշի հիշողությունները նրան հետ տանեն դեպի հայրական տան հին պատերն ու մոր խիստ օրհնությունը, նա այսօրվա կյանքին նայում է նույն պարզությամբ ու արդարամտությամբ։ Նրա համար ամեն ինչ հստակ է, կամ շենացնում ես, կամ քանդում։ Ու երբ խոսքը հասնում է գյուղի ապագային ու ընտրությանը, Մանուշը դարձյալ իր տեսակին հավատարիմ է մնում ու ասում. Ըստի մեկը կա շահի ավազը, մեկը կա իր մտածում շրջապատի մասին չի, ամենքն իրանց մասին, բայց չգիտեմ, մենք միշտ ընտրել ենք ու ընտրելու ենք ու գիտենելու դրա համար մեր դուրը ոչ մեկը չի գալի։ Ես պարզ ասել եմ, իմ տղեն պարզ ասել է, որ մեկը տելա մեր դուրը չգաք, մենք մեր ընտրածն ունենք։ Մենք մեր ղեկավարն ունենք, էլ ինչ կարիք կա փոխելու։ Այդ մարդը պայքարեց,
Նոր եմ ասում, երեգեմ ջղայնացին մեկ թե չկթողամ կդգնամ հարևանի տանի։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։